Շրջանի ղեկավարների հերթական այցը կատարվեց գյուղ Ռադիոնովկա։ Պատճառը տեղում իրականացվող պեղման աշխատանքներին եւ մինչ այդ արձանագրված արդյունքներին ծանոթանալն էր։ Տեղեկացնենք, որ Ռադիոնովկայում արդեն մի քանի օր է իրականացվում են հնագիտական պեղումներ։ Եվ այդ կարճ ժամանակահատվածում մասնագետների կողմից հայտնաբերվել են պատմամշակութային արժեք հանդիսացող մի շարք գտածոներ՝ քարեր, մարդկային ոսկորներ, գետնանցքեր ու քարանձավներ։ Այսօր մեր կողքին են մեր գեոլոգներ, հնաբաններ, իրանք եկել են ուսումնասիրելու մեր հնությունը, իսկապես Փարվանան են գյուղն է, որ մեր շրջանի յուրաքանչյուր բնակիչ, այսինքն մեծերի մասին է խոսքը, ով մոտ 80 տարվա կյանք է վայելել, գիտի որ Փարվանան եղել է միշտ հյուրասեր գյուղ, այստեղ գտնվում է մեծ կարավանսարայը, ժամանակին այս մեր կանաչ կապույտ մեքենաները չեն եղել է ձի, ես, անգամ ոտով են մարդիկ այցելել այս գյուղից մյուս գյուղ, եկել են Փարավան, հանգստացել են, մեկ օրով, երկու օրով կեցել են, ամեն գեղ, ամեն քաղաք ունեցել է հատուկ իր կոմնատը, այսօր մենք բոլորս տեսանք, հնությունը պաշտպանվում է, այս մեր հնաբաներն եկել են, որպեսզի ապացուցեն, այսօր ոսկորներ գտան, այսօր գտան այն թունելը, որը ժամի տակից մինչև լիճն է տանում մոտավորապես 700 մետր, ժամի տակից մեկ է մինչև Փարվանա լիճ է գնում այդ թունելը, այսօր ես շատ ուրախ եմ, ինչ համար եմ ուրախ, յուրաքանչյուր զարգացած պետություն, յուրաքանչյուր զարգացած երկիր այսօր տուրիզմը զարգացնում է, եթե այդ թունելը անգամ որևիցե մի պատահական տուրիստ իմանա այդ թունելի մասին 100%-ով գուքա մեր գյուղ կայցելե կտեսնի, իսկ եթե տուրիստներ գան, գյուղ գնան, բայց բան չէ որ մեր գյուղը կզարգանա։ Նախկինում շատ են եղել, մե 10 տարի առաջ եկան, գրնամասյոր մե 20 տարի առաջ եկան ժամը վերանորոգեցին, բայց այդ ժամանակ իրանք այս թունելի մասին գաղափար չէին կազմել։ Այս վերջի գալած մեր գեոլոգները, հնաբանները կդան մի հատ անցք ու կանչեցին մեր գյուղում բնակվող հենց ծեր մարդկանց, հարցրեցին այդ անցքը ինչ humor է ուր է գնում, այդ պարավները նրանց բացատրեցին ու այդ անցքը գնտանում է դեպի լիճ ու իրանք ուսումնասիրեցին։ Ճիշտ է, այսօր փլվել է այդ անցքերը, այդ թունելները, տեղ-տեղ փլվել են, բայց այսօր մեզ հետ է մեր շրջանի Գանգեբելի Գագիկ Կարասլյանը ինքը խոստացավ, որպեսզի մեր շրջանի ծախսերով մաքրեն այդ թունելները, որ հետագայում կրնան յուրաքանչյուր մարդ մնի ուսումնասիրե դուրս գա։ Փարվանա լճի ափին տեղակայված Ռադիոնովկա գյուղը վաղուց դարձել է հնագիտական պեղումներ իրականացնողների ուսումնասիրման առարկան։ Այս յուրահատուկ վայրում ոչ մեծ տարածության վրա կենտրոնացված են բազմաթիվ հուշարձաններ, կան գյուղատեղիներ։ Նախկինում տեղանքի պեղումներ մի քանի անգամ եղել են։ Սակայն գյուղացիները լավ են հիշում նախավերջին մոտ 30 տարի առաջ Թբիլիսիից ժամանած մի խումբ ուսանողների կողմից իրականացված պեղումները։ Երբ գյուղի վերացական եկեղեցու շրջակայքը մաքրելուց հետո հայտնաբերվեցին մոտ 3 տասնյակ մարդկային գանգեր։ Դրանից հետո տեղանքն այլևս չէր ուսումնասիրվել։ Իսկ պեղումներ անցկացնելու անհրաժեշտությունը կար եւ այսօր այն կարծես իրականացվում է։ Այստեղ կա մի հատ հետաքրքիր թունել։ Փոքր ժամանակ հասակում հիշեմ կը եղել ենք 8 տարեկան հասակի երեխա, մտել ենք այստից մինչև լիճն ենք գնացել, խաղացել ենք։ Ու մեր մեծերը պատմեին կասեին, որ այդ ժամանակ մտել են կռիվ ժամանակ ջրի համար, մինչև լիճը գնացել են տունելով, հետո ջուր են արել, բերել են այստեղ բաժանել են ջուրը, էլի։ Մեկ է պայ մտե այդ չգիտեմ ինչ այստեղ թուրքերն է ով է եղել ժամանակ, դրանցից պայ են մտե իրանք։ Հիմի լցվել է տունելները, լցված է, այստեղ տեղ բաց է, որտեղ կրնաս մի 5 մետր, 10 մետր երթա։ Նու էսիք 300-400 տարվա բան է։ Ուրեմն այնտեղ հայտնաբերել են փոքրիկ թունել, վերացական ժամից ներքև է գտնվում, դա նախկինում ասենք Ռադիոնովկայում բնակվող ռուսական մի ընտանիքի, ասպես ասեմ, դոխովորների տնամերձ տարածքում այդ թունելը հայտնաբերել էին, որ նոր տեղացիների բացատրությունով դա ուրեմն գոյություն է ունեցել բավականին վաղ ժամանակներից, դա այդ կառույցը բավականին հետաքրքիր կառույց է, որը մոտ 100-150 մետր երկարություն ունի եւ գյուղի կենտրոնից գնում է մինչև Փարվանա լիճը։
Այնտեղ կան թունելի հետ միասին կան ուրեմն 2-3 մեծ սենյակներ, որը հիմնականում իրականում ապացուցում են փաստը, որ այդ տարածքը բնակիչների, ասենք այդ գյուղի բնակիչների համար, որոնք ասենք մտնվել այդտեղ թաքնվել են, մինչև վտանգի անցնել է։ Այնպես որ այդ աշխատակիցները, որոնք եկել էին, ասենք մինիստրության, նրանք ուսումնասիրություններ են անցկացնում, հիմնական նպատակը դրանց այսօրվա դրությամբ պետք է ասել, որ նրանք բավականին տխուր վիճակում են, կեղտոտված են, ասենք, պլաստմասի շեշերով, անասունների մորթելուց հետո գլուխներ կան, տարբեր բնույթի, ասենք, կեղտով, զիբիլով այնտեղ լցված է, դրա մաքրման աշխատանքներն են կարևոր։ Հարցը նրանում է, որ տեսնենք, եթե այդ մինիստրությունը իրենք կվերցնեն իրենց վրա այդ աշխատանքների իրականացումը, եթե ոչ, ես իրենց առաջարկեցի, որ ասեմ, մունիցիպալիտետը պատրաստ է, որպեսզի համագործակցենք իրենց հետ, մաքրենք, բարեկարգ վիճակի բերենք եւ ասենք քարանձավներ եւ այդ թունելը, դա հիմնականում պետք է նշել, որ մեր նոցմինտան բավականին տեսարժան վայրեր ունի, հետաքրքիր տեղեր կան եւ դա հնարավորություն կտա, ասենք նոցմինտան մունիցիպալիտետում ագրոտուրիզմի զարգացման համար, ասենք բանակցություններ պետք է ընթանան, ինչ ձևով ենք այդ աշխատանքներն իրականացնելու կամ իրենք, կամ միասին։ Դե պետք է ասեմ, որ դրես այդ եղածածները որևէ պետական պաշտոնական կարգավիճակ չունեն, ստատուս, դրես այդ կարգավիճակի հարցը պետք է պարզվի, բացի դրանից, ասենք, շրջագայության զբոսաշրջիկների ներգրավման տեսակետից դա բավականին հետաքրքրություն է ներկայացնում, ակերպ ասած լճի տարբեր ասենք եկեղեցիների բացի կամ բավականին հետաքրքիր տեսարժան վայրեր, դրանք ևս, որոնք կարող են վաղ մյուս օրը մեր մոտ ասենք զբոսաշրջիկության առիթ հանդիսանել։ Ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս պարզաբանելու մարդկային կառուցվածքի գաղափարախոսության եւ հասարակական կարգի հարցեր։ Հնագիտական պեղումները հնարավորություն են տալիս պատկերացնել մեր նախնիների, նրանց ապրելակերպի, ավանդույթների, նաեւ զարգացման մակարդակի մասին։ Իսկ այստեղ այս յուրահատուկ վայրում, որտեղ ամեն քայլափոխի քարակույտերի մեջ հանդիպում են նախշապատ քարեր, արձանագրություններ, կենցաղային իրերի կտորներ ու կացարաններ, պեղումներ ирականացնելը պարտադիր է։ Мы сейчас находимся в деревне Родионовке. Вот тут несколько интересных археологических и исторических объектов. Вот в том числе сзади меня находится храм. Ну, храм, как бы сказать, некоторые датируют 9-10 веком, некоторые датируют немножко поздним периодом. Но факт один, что храм несколько раз там был переделан. Это легко можно в самом храме, так бы сказать, проследить. Это грузинский православный, как бы сказать, храм. Своей символикой. Очень интересная символика встречается в самом храме. Этот храм был в свое время фресками разукрашен, об этом свидетельством об этого является, как бы сказать, ну какие-то фрагменты нельзя проследить, но оно покрыто абсолютно черным. Скорее всего, во время одного из нападений оно сгорело, и тогда его реставрировали. Что очень интересно, это не единственный храм был в этой деревне, был и второй храм. Почему у меня вот такая версия присутствует? А потому что направо от меня, а и налево от вас находится караван-сарай. Караван-сарай, как бы сказать, древний, потому что, ну, сами знаете, тут проходил Великий Шелковый путь, торговый путь тоже вот тут пролегал в свое время. А в караван-сарае останавливались торговцы, купцы, да, путешественники. Но самое интересное в караван-сарае, что оно несколько раз перестроено. Скорее всего, караван-сарай был построен еще в средние века, во время царствования, как бы сказать, ну, к слову сказать, ну, царя Тамары, а потом уже позднюю эпоху, 17 века его возродили, и когда его возрождают, вот этот караван-сарай, и позднюю эпоху, когда его опять отремонтировали, вот, скорее всего, туда перенесли рельефы. Рельефы — это там украшения, каменные украшения из старого храма. Почему об этом я говорю? Потому что там присутствует изображение архитектора. Архитектора того храма, не этого храма, другого храма, который тут присутствовал. К сожалению, где этот другой храм стоял, мы не знаем. Скорее всего, вот этот караван-сарай не строили христиане, потому что
что христианские принадлежности, христианские камни в строительство караван-сарая не употребляли бы. Караван-сарай состоит из 3 больших таких коридоров, потом обязательно снимите, и самое плохое, что есть, за ним никто не следит. Уникальный караван-сарай, потому что в таком виде, вот такой старый караван-сарай у нас, скорее всего, нигде не сохранится. Вот лично я историк, я это не вспоминаю. Если за ним не следит, то здание аварийное, и в скором времени оно развалится, и мы потеряем уникальную принадлежность культурного наследия. И следующее, за вами находится как раз вот этот туннель. Через этот туннель, как здешние рассказывали, дети, когда мы были маленькие, они, как бы сказать, очень глубоко туда заходили. Некоторые уверяют, что оно доходило до озера Парвана. Скорее всего, это может быть и правда. И почему правда? Потому что там, где храм, там, где люди живут, они должны куда-то укрываться. Скорее всего, под ним может быть и большие такие комнаты, где во время нападения они укрывались, и когда враг уходил, они заново оттуда выходили. Само собой интересно вот само озеро Парвана, потому что вокруг озера Парвана расположены, ну как некоторые уверяют, там крепости, например, Короглип I, Короглип II, там Абул находится, да, Абулская крепость 4-го тысячелетия до нашей эры. То есть и в самом Парване, как в 2005 и 2006 годах археологическая экспедиция выявила, находятся курганы. Գտածոները կան եւ ինքնին հին ժամանակների ներկայանալի ապացույց են։ Իսկ թե որ ազգի մշակույթին են պատկանում, դեռևս չպարզաբանված հարց է։ Միգուցե հայերի, իսկ միգուցե ռուսների կամ վրացիների։ Վիճելի հարց է։ Да, ну мы втроем. Один у нас археолог, а второй специалист по техническому оборудованию. Мы лазим по пещерам. Ну, вместе с ним, но он за технику сейчас отвечает. Я вот по пещерам полазил. Но мы приехали тут для того, чтобы посмотреть местные достопримечательности и оценить потенциал для туризма этой местности. Если честно говорить, мы тут очень много вещей нашли, которые для нас ранее были неизвестны. В первую очередь это Карвасла, которая является таким громадным центром, когда-то являлась. К сожалению, она сегодня заброшена. Мы нашли плюс еще несколько туннелей, которые ведут к озеру Фаравани. Для чего они были созданы и кем они были созданы, это дело историков, археологов, это они должны разобраться, а не мы. Для туристического потенциала мы нашли еще одно место, где-то в километрах 15 отсюда, пещеры, где мы нашли некоторые артефакты. Вот это один из артефактов, как нам сказали, 15 века, на радиограмме это испытывали. От 13 до 15 веков датируется. Это отрывок от какого-то кувшина, например, и там, значит, люди жили. Если посмотреть наши данные Министерства культуры, вот эти археологические центры там не написаны, там не в их списке. И нужно, конечно, и с ними связаться, и вместе с ними тут не громадную работу, а очень маленькую работу нужно провести, чтобы тут туристы пришли и было их побольше. Особенно есть потенциал экотуризма тут, хайкинга есть большой потенциал и так называемого кейвинга, лазения по пещерам. И есть озеро Фаравани, и около озера Фаравани расположены 2 очень древних крепостей, которые уже входят в список Министерства культуры. Это Корогли-1 и Корогли-2. Неподалеку отсюда, около Фоки, есть еще одно место – Абули. И мы работаем сейчас конкретно над тем, вместе, конечно, с местным муниципалитетом, с нами еще Министерство спорта и молодежи, чтобы молодежь в эту сферу была включена, разработать стандартный маршрут для тех туристов, которые тут приедут, и для тех туроператоров, которые заинтересованы вот этими видами туризма, которые я пересчитал. И надеюсь, после работы уже к следующему году все будет уже нормально и все будет уже сделано. Мы сейчас осмотрели это конкретное село. И знаете, что если одно село уже работает хорошо, вот принцип конкуренции должно быть включено, потому что в других селах тоже есть какие-то достопримечательности. Если у нас будет пример того, что в одно село уже приезжают туристы, где их раньше-то не было, и очень печально, что в селах нет ни гестхаусов,
ни, например, место, где люди могли бы и заплатить и остаться тут. Таких мест тут нет, очень печально это. Но если будет один прецедент, я думаю, уже появятся очень многие такие группы, как мы, которые будут заинтересованы тем, чтобы популяризировать остальные все села. Ռադիոնովկան պատմության առավել հայտնի է իր քարվանսարայով, առավել պարզաբանված առևտրականների համար կառուցված իջևանատնով, որտեղ գիշերակացի համար կանգառում էին առևտրականներն իրենց քարավաններով։ Քարվանսարայի պատմությունը մեր օրերը հասցնող հուշարձանը մինչ օրս կանգուն է, սակայն չպաշտպանված ու ենթակա ոչնչացման։ Քարվանսարայը նույնպես գտնվում է ասենք Ռադիոնովկա գյուղում, դա ունի արդեն հուշարձանի ստատուս, գտնվում է Վրաստանի հուշարձանների ժառանգության, իսի ուրեմն գործակալությունն է, այդ գործակալության ասենք հաշվառման մեջ է գտնվում։ Ցավոք սրտի այնտեղ այդ տեսակետից ոչ մի աշխատանքներ չեն կատարվում, դա 11-12-րդ դարի հուշարձան կոթող է, որը ասենք ծառայել է ժամանակին քարավանների ճանապարհին է եղել եւ ասենք բնակելի վայր է եղել, անասունների ասենք գիշերելու համար տեղեր են եղել, քանդվում է, դրությամբ մատնված է անտարբերության, մենք չենք կարող ասենք դրա վրա որևէ աշխատանք իրականացնել, ցավոք սրտի պետք է նշեմ, որ մունիցիպալիտետի լիազորությունները այդ բնակավարներից բավականին սահմանափակված է, գտնվում է մինիստրության ձեռքում, նրանց հովանավորության տակ, ամեն դեպքում բավականին աշխատանք կա անելու այդ տեսակետից, որովհետև եթե զբոսաշրջիկները գան, բնական եւ ասենք Վրաստանից եւ տարբեր երկրներից, դա տեսնելու, դիտելու բան չի, ալկերպ ասած, այնպես որ դերևս վաղ է այդ կարգի հարցերի մասին խոսել, բայց ամեն դեպքում ցավալին այն է, որ քանդվում է մեր աչքի առաջ, մենք ոչ մի բանով չենք կարողանում օգնել։ Տեսնենք, ես հույս ունեմ, որ կարող ենք սառույցը տեղից շարժել, որովհետև մոտ ապագայում մենք մի 2-3 նամակներ ենք ուզում ուղարկել մինիստրություն, մեր առաջարկություններով, մեր պահանջներով, որպեսզի մենք էլ ներգրավենք իրենց հետ, որպեսզի կարողանանք վերականգնել։ Ամեն դեպքում դա ափսոս է, դա ժառանգություն է, դա պատմություն է, եւ դա մեր մունիցիպալիտետի պատմությունն է։ Ինչևէ, պեղումներն իրականացվում են։ Արդեն հայտնի է, որ բնակավայրերի տարածքներում առկա հնավայրերը ցույց են տալիս վաղնջագույն ժամանակների բնակավայրերի հետքեր։ Շրջանի մունիցիպալիտետը պատրաստական է աջակցելու տարվող աշխատանքների լիովին կատարմանը եւ նպաստել հնագիտական արժեք համարվող Ռադիոնովկայում զբոսաշրջության զարգացմանը։